Ընկերներ, բարև ձեզ։ Առաջին համաշխարհային պատերազմ 1914 թվականի դեկտեմբեր, Սարիղամիշ, փոքր քաղաք։ Ահա այստեղ են վճռվում 3 կարևորագույն հարցեր. ռուսական կայսրությունում մուսուլմանների ապստամբության հարցը, Օսմանյան կայսրության արևելքում թուրքական մարտունակ բանակի գոյության հարցը եւ արևմտահայերի ֆիզիկական գոյության հարցը։ Այո, արևմտահայերի ֆիզիկական գոյության, նույն ինքը 1915-ի հայոց ցեղասպանության հարցը, որովհետև 1914-15 թվականների ձմռան Սարիղամիշի ճակատամարտի հետևանքներն էին, որ երիտթուրքական վերնախավին պետք է դրդեին իրագործելու 20-րդ դարի առաջին մեծագույն հանցագործությունը, հայոց ցեղասպանությունը։ Հենց Սարիղամիշի ճակատամարտն էր, որ դարձավ այն տրիգերը, որը երիտթուրք պարագլուխների մոտ վերջնականապես բետոնեց համոզմունքը, որ պետք է լուծել Օսմանյան կայսրության հայ բնակչության ֆիզիկական ոչնչացման հարցը։ Դուք դիտում եք Մանդելայի էֆեկտը, եւ եթե այս տեսանյութը կհավանես, ապա գրանցվիր մեր էջին, լայքիր տեսանյութը, տարածիր կամ մեկնաբանիր։ Դրանով մեծ օգուտ կտաս այս նախագծի շարունակականությանը։ Նախ եւ առաջ հասկանանք որտեղ է Սարիղամիշը եւ ինչպես հասունացավ ճակատամարտը, ինչպես էին թուրքական եւ ռուսական բանակները պատրաստվել այս ճակատամարտին եւ ինչպես այն ավարտվեց։ 1914 թվականին Սարիղամիշը փոքր քաղաք էր Կարսի մարզի տարածքում, որը ռուսական կայսրությանն էր անցել 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում։ Քաղաքը մեծրած լեռների հարավային ստորոտին է, Կարուց գետի վերին հոսանքի Եղեգնուտի աջափին, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Շրջակա առատ եղեգնուտների պատճառով հնում այն ունեցել է Եղեգնուտ անվանումը, որից հետագայում առաջացել է թուրքերեն Սարիղամիշ անվանումը։ Պատմականորեն Սարիղամիշը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի կազմում է եղել։ 1914-ին սկսված առաջին համաշխարհային պատերազմի առաջին շաբաթներին օսմանցիները մի շարք պարտություններ էին կրել իրենց հսկայական կայսրության ծայրամասերում, բայց նրանց բանակը մնում էր ամբողջական ու կառավարելի, եւ նրանք դեռ չէին օգտագործել Անտանտի տերությունների դեմ ջիհադի հաղթաթուղթը։ Ինչու հաղթաթուղթը, որովհետև գերմանական գլխավոր հրամկազմում շատերը կարծում էին, որ Անտանտի տերությունների, մասնավորապես Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ օսմանցիները կարող էին առավել մեծ օգուտ բերել ոչ թե մարտական գործողություններին անմիջական մասնակցությամբ, այլ այն բանի շնորհիվ, որ կրոնական հուզումներ կամ խռովություններ կհրահրեն Ֆրանսիայի գաղութային տիրապետության ներքո գտնվող Հյուսիսային Աֆրիկայի, բրիտանական իշխանության ներքո գտնվող Եգիպտոսի ու Հնդկաստանի, ինչպես նաև ռուսական կայսրության կազմում գտնվող Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մուսուլմանական բնակչության շրջանում։ Գոնե թե այդպիսի ապստամբությունների սպառնալիքը կարող էր ստիպել Անտանտի տերություններին զորքերի մի մասը տեղափոխել Ասիա եւ Աֆրիկա, որպեսզի կարողանային իրենց մուսուլմանական տարածքներում պահպանել կարգ ու կանոնը, ինչը կթեթևացներ գերմանական եւ ավստրո-հունգարական զորքերի դրությունը արևելյան եւ արևմտյան ճակատներում։ Իսկ այդ դրությունն արդեն 1914-ի սեպտեմբերի կեսերից սկսել էր միայն վատթարանալ։ Այսպես, 1914-ի սեպտեմբերի 5-ից 12-ին Մարնի մոտ ֆրանսիական եւ բրիտանական զորքերի համատեղ հակահարձակումը վերջ էր դրել գերմանական բանակի այսպես կոչված մանևրային պատերազմին եւ ստիպել էր գերմանացիներին անցնել խրամատային պաշտպանության։ Պատերազմի գերմանական պլանը նախատեսում էր, որ Գերմանիան արագ հաղթանակ է տանելու Ֆրանսիայի նկատմամբ եւ հետո ազատված զորքերը ուղարկելու է Ավստրո-Հունգարիային օգնության, որպեսզի նրանք ամբողջ ուժով կարողանային հարվածել Ռուսաստանին։ Սակայն արևմտյան ուղությամբ թաղվելով խրամատներում Գերմանիան ստիպված էր անմիջականորեն պատերազմել երկու ճակատով։ Միաժամանակ ավստրիացիների դրությունը արևելյան ճակատում սաստիկ բարդացել էր։ 1914-ի օգոստոսին եւ սեպտեմբերին Ավստրո-Հունգարիան մի շարք խոշոր պարտություններ էր կրել Բալկաններում սերբերից եւ Գալիցիայում ռուսական բանակից։ Միայն Գալիցիայում ավստրիացիները կորցրել էին 350,000 մարդ, պատկերացնում եք կորուստների մասշտաբը։ Եվ այս իրավիճակում դաշնակցի վիճակը հրատապորեն թեթևացնելու համար գերմանացիները սկսում են ճնշում գործադրել օսմանցիների վրա, պահանջելով սկսել ռազմական գործողություններ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեմ։
Գերմանական պլանի համաձայն օսմանցիները պետք է հարձակվեին Բրիտանիայի եւ Ռուսաստանի վրա այնպիսի վայրերում, որտեղ դա առավելագույն օգուտ կտար ավստրացիներին եւ գերմանացիներին։ Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության հրամանատար գեներալ Լիման ֆոն Զանդերսը առաջարկում էր Սև ծովով դեպի Օդեսա ուղարկել 5 օսմանյան բանակային կորպուս։ Խոսքը մոտ 150 հազարանոց խմբավորման մասին է, ինչը կստիպեր ռուսներին իրենց ուժերը բաժանել օսմանցիների եւ ավստրո-հունգարացիների միջև եւ կթեթևացներ վերջիններիս դրությունը։ Բերլինը հանդես էր գալիս Սուեզի ջրանցքում գտնվող բրիտանական դիրքերի վրա հարձակման օգտին, նպատակ ունենալով խզել Մեծ Բրիտանիայի ծովային կապը իր արտասահմանյան տիրույթների հետ եւ օգտվել եգիպտացիների բրիտանացի օկուպանտների հանդեպ թշնամական տրամադրություններից։ Կայզերն ու նրա բարձրաստիճան զինվորականները հուսով էին, որ նման համարձակ հարվածներով Անտանտի դեմ օսմանցիները կկարողանան ոգեշնչել Ասիայի եւ Աֆրիկայի մուսուլմաններին եւ վերջիններս դրականորեն կարձագանքեն ջիհադի կոչին։ Միաժամանակ երիտթուրքերը հետապնդում էին իրենց սեփական նպատակները, հույս ունենալով օգտվել պատերազմից եւ վերադարձնել Եգիպտոսում եւ Արևելյան Անատոլիայում կորցրած տարածքները։ Բրիտանացիների վերահսկողության տակ գտնվող Եգիպտոսը եւ 3 նահանգները, որոնք 1878-ին անցել էին Ռուսաստանին, իսլամադավան հոծ բնակչություն ունեցող տարածքներ էին։ Երիտթուրքերը համոզված էին, որ օսմանյան զինվորները կյանք ու մահվան կռիվ կտան այդ նախկին օսմանյան տարածքները վերադարձնելու համար։ Նրանք նաև լիահույս էին, որ իրենց հաղթանակները կխրախուսեն ու կոգեշնչեն տեղական մուսուլմաններին, որպեսզի նրանք ապստամբեն բրիտանացիների եւ ռուսների դեմ։ Ահա այսպիսի իրավիճակում է, որ 1914-ի նոյեմբերի կեսերին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր Փաշան իր տուն է հրավիրում մտերիմ ընկեր ու զինակիչ Ջեմալ Փաշային, ով այդ ժամանակ Օսմանյան ծովային նախարարն էր։ Էնվերը Ջեմալին ասում է. Ուզում եմ հարձակվել Սուեզի ջրանցքի վրա, որպեսզի անգլիացիները բոլոր ուժերը կենտրոնացնեն Եգիպտոսում։ Դա կստիպի նրանց այստեղ պահել հնդկական դիվիզիաները, որոնք այժմ ուղարկվում են արևմտյան ճակատ, եւ կխոչընդոտի Դարդանելի վրա հարձակման համար ուժերի կենտրոնացումը։ Էնվերն առաջարկում է Ջեմալին Սիրիայում հավաքել բանակ եւ գլխավորել բրիտանացիների դեմ ռազմական արշավանքը Սինայի թերակղզում։ Ջեմալը հաճույքով համաձայնվում է եւ խոստանում է այս ծրագիրը կյանքի կոչել մի քանի շաբաթների ընթացքում։ Ջեմալին մեծ խանդավառությամբ Սիրիա ճանապարհելուց հետո Էնվեր Փաշան իր վրա է վերցնում պատերազմը Ռուսաստանի դեմ։ Նրան ամենևին չէր հետաքրքրում օսմանյան սահմաններից հեռու Սև ծովի հյուսիսային ափին գերմանացիների առաջարկած ռազմական օպերացիան։ Էնվերի երևակայությունն ավելի շատ բորբոքվում էր Արևելյան Անատոլիայում ոչ վաղ անցյալում կորցրած 3 նահանգների վերադարձի հեռանկարը։ Էնվերը համոզված էր, որ Կովկասի ահռելի մուսուլմանական բնակչությունը ոգևորությամբ կաջակցի օսմանյան առաջխաղացմանը։ Բացի այդ, օսմանյան զորքերն արդեն իսկ ձեռք էին բերել ռազմական փորձ ռուսական կովկասյան բանակի դեմ մարտական գործողություններում։ Դեկտեմբերի 6-ին Էնվեր Փաշան իր մոտ է կանչում Լիման ֆոն Զանդերսին եւ նրան տեղեկացնում, որ նույն գիշեր ինքը շարժվում է դեպի Սև ծովի Տրապիզոն նավահանգիստ, որպեսզի անձամբ գլխավորի Կովկասում ծավալվող ռազմական գործողությունները։ Հետագայում Լիման ֆոն Զանդերսը պատմել է. Քարտեզը ձեռքին, Էնվերը հակիրճ ներկայացրեց ինձ Օսմանյան 3-րդ բանակի օպերացիաների պլանը։ 11-րդ բանակային կորպուսը պետք է գլխավոր ուղղությամբ հարձակվեր ռուսների վրա, մինչդեռ մյուս 2 կորպուսները, 9-րդն ու 10-րդը, մի քանի օր երթից հետո պետք է անցնեին Լեռնանցքներով եւ Սարիղամիշի շրջանում թիկունքից ու թևերից հարձակվեին ռուսների վրա։ Դրանից հետո 3-րդ բանակը պետք է գրավեր Կարսը։ Էնվերի մշակած այս պլանը մեծ ռիսկեր էր պարունակում։ Ֆոն Զանդերսը զգուշացնում է նրան, որ առանց բարվոք ճանապարհների դժվար կլինի լեռներում զորքի տեղաշարժն ու կապի եւ մատակարարման գծերի ապահովումը։ Բայց Էնվերը պատասխանում է, թե այդ հարցերը հաշվի են առնված եւ տեղանքի հետախուզությունն արդեն իսկ կատարված։ Հանդիպման ավարտին Էնվերը անդրադառնում է նաեւ ջիհադի թեմային, որի հետ Բերլինը մեծ հույսեր էր կապում։ Լիման ֆոն Զանդերսը վերհիշում է. Էնվերն արտահայտեց ֆանտաստիկ, բայց բավական հետաքրքիր գաղափարներ։ Նա ասաց, որ խորհում է Աֆղանստանի վրայով քայլերթով մինչև Հնդկաստան հասնելու մասին։ Ամենայն հավանականությամբ Էնվերը ոչ թե գերմանացի գեներալի ականջներն էր շոյում,
այլ իրոք հենց այդպես էլ մտածում էր։ Հետաքրքիր է, որ գեներալ ֆոն Զանդերսը Էնվերի հաջողության հավանականությունը ցածր էր գնահատում, բայց մտադիր չէր կանգնել նրա ճանապարհին։ Այսպիսով, երիտթուրքական իշխող տրիումվիրատի 3 անդամներից երկուսը՝ Ջեմալն ու Էնվերը, լքում են մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որպեսզի անձամբ ղեկավարեն օսմանցիների առաջին արշավանքներն ընդդեմ Անտանտի տերությունների։ Անշուշտ պատմությունը եթեներ չի սիրում, սակայն հնարավոր է, եթե նրանք իրենց ջանքերը կենտրոնացնեին մեկ ուղղության վրա, հաջողության որոշ շանսեր ունենային։ Սակայն միանգամից երկու տերության հետ ճակատման մեջ մտնելու որոշումը ի սկզբանե դատապարտեց այդ երկու արշավանքներն էլ աղետալի տապալման։ Ինչևէ, վերադառնանք մեր բուն թեմային։ 1914-ի դեկտեմբերի 8-ին Էնվեր Փաշան նավից իջնում է Տրապիզոնի նավահանգստում, իր հետ ունենալով ամենամտերիմ գերմանացի խորհրդականներին՝ գնդապետ Բրոնսարդ ֆոն Շելենդորֆին եւ մայոր Օտտո ֆոն Ֆելդմանին։ Հետագա ճանապարհը նրանք շարունակում են ցամաքային երթով, հասնելով Օսմանյան 3-րդ բանակի շտաբ Էրզրում։ Թուրքական գլխավոր հրամանատարությունում շատերը դժգոհ էին, որ գերմանացիները չափազանց մեծ ազդեցություն ունեն ռազմական նախարարի վրա, եւ իսկապես Էնվերի համարձակ պլանի ընդհանուր հայեցակարգի ձևավորման մեջ գերմանացի խորհրդականների դերը փոքր չէր։ Հետաքրքիր է, որ Սարիղամիշի ուղղությամբ հարձակման համար ոգեշնչման աղբյուր էր ծառայել հենց գերմանացիների հաջողություններն Արևելյան Եվրոպայի ռազմական թատերաբեմում։ Բանն այն է, որ 1914 թվականի օգոստոսի վերջին գերմանական զորքը Արևելյան Պրուսիայում Տանենբերգի մոտակայքում բացառիկ հաջող գործողություն էր իրականացրել ռուսների դեմ։ Գերմանացիներին հաջողվել էր կտրել ռուսական զորքերի կապի ու մատակարարման գծերը եւ վերցնել նրանց շրջափակման մեջ։ Երբ ռուսները հասկացել էին, թե որքան վտանգավոր իրավիճակում են հայտնվել, արդեն ուշ էր։ Գերմանացիները ջախջախել էին Սամսոնովի երկրորդ բանակը, մոտ 30,000 զինվոր սպանվել էր, 92,000-ը հայտնվել գերության մեջ, եւ դա դարձավ առաջին աշխարհամարտում Գերմանիայի ամենախոշոր հաղթանակը։ Էնվերը որոշել էր կիրառել այս նույն գերմանական մարտավարությունը եւ Կովկասում օսմանյան բանակին նմանատիպ փառահեղ հաղթանակ ապահովել։ Էնվերն անշուշտ էմոցիոնալ մարդ էր եւ իր կարիերան կառուցել էր համարձակ ու ռիսկային նախաձեռնությունների շնորհիվ։ Նա 1908 թվականի երիտթուրքական հեղափոխության առաջնորդներից էր։ 1911-ին Լիբիայում Սրբազան պատերազմի ճարտարապետը, 1913-ին գլխավորել էր Օսմանյան բարձր դռան վրա հարձակումն ու ատրճանակի փողի ներքո ստիպել էր մեծ վեզիրին, այսինքն վարչապետին, հրաժարական տալ, իսկ երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ դարձել էր Ադրիանապոլիսի ազատագրողը։ Էնվերը հավատում էր վճռական գործողությունների առավելությանը եւ կասկածի տակ չէր դնում սեփական դատողություններն ու կարողությունների մասին պատկերացումները։ Նա վստահ էր, որ կարող է օսմանյան բանակին հաղթանակի տանել ռուսների դեմ եւ այդ հաղթանակը հետագայում մեծ առավելություն պետք է տար թուրքերին։ Օսմանցիները ոչ միայն կվերադարձնեին 1878-ին կորցրած տարածքները, այլև կստիպեին Ռուսաստանին հրաժարվել օսմանյան տարածքների նկատմամբ բոլոր հավակնություններից։ Խոսքը հատկապես նեղուցների եւ Կոստանդնուպոլսի մասին է։ Սակայն թուրքական բարձրագույն հրամկազմում բոլորը չէին, որ կիսում էին օսմանյան ռազմական նախարարի այս ռիսկային տեղ-տեղ, ինչ խոսք, նաև արկածախնդրություն հիշեցնող ծրագրերի մասին լավատեսությունը։ Օրինակ, տեղական օսմանյան հրամանատարները կասկածում էին, թե արդյոք եվրոպական Տանենբերգում ամռան պայմաններում կիրառված այդ մարտական պլանը նույն հաջողությամբ կարելի է իրականացնել Պոնտոսյան լեռներում, այն էլ ձմեռային եղանակին։ Գերմանացիները մարտեր էին մղել իրենց մատակարարման պահեստներից քիչ հեռու վայրերում եւ մեծ ուժեր ու տեխնիկա արագ տեղափոխելու համար օգտագործել էին ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներ, ինչը թույլ էր տվել արագ շրջապատել ռուսական զորքի խոշոր խմբավորումները։ Իսկ Արևելյան Անատոլիայի անտառապատ լեռներում հողային ճանապարհներն ու արահետները գրեթե անանցանելի էին անիվավոր տրանսպորտի համար, առավել եւս ձմռանը։
3000 մետր բարձրություն ունեցող լեռներում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը -20 աստիճանից ներքև է իջնում, իսկ ձյան շերտի բարձրությունը հասնում է 1,5 մետրի, գոյատևել կարող էին միայն հատուկ պատրաստված եւ համապատասխան սարքավորում ունեցող զինվորները։ Նման անբարենպաստ պայմաններում հաջող ռազմական գործողությունների հնարավորությունը թվում էր խիստ կասկածելի։ Այնուամենայնիվ, անգամ վատատեսորեն տրամադրված օսմանյան սպաները հավատում էին Էնվերի անհավանական հաջողակությանը եւ կարծում էին, թե ի հակառակ բոլոր ռիսկերի եւ ակնհայտ օբյեկտիվ խոչընդոտների նա կարող է հաղթանակի հասնել։ Ամբողջ 1914 թվականի ամռանը Էնվերը արևելյան Անատոլիայի Կովկասյան շրջանում օսմանյան ուժերը համախմբում էր 3-րդ բանակի ներքո, որի շտաբը գտնվում էր Էրզրումում։ Սեպտեմբերին 9-րդ կորպուսը իր հենակետ Վանից տեղափոխվում է Էրզրում, որտեղ արդեն տեղակայված էր 11-րդ կորպուսը, իսկ հոկտեմբերին այստեղ Երզնկայից գաղտնի կերպով տեղափոխվում է նաև 10-րդ կորպուսը։ Երրորդ օսմանյան բանակը բերվում է թիվ 1 մարտական վիճակի։ 1914-ի դեկտեմբերին, երբ Էնվերը հասնում է Էրզրում, բանակի ընդհանուր թվակազմը կազմում էր մոտ 150,000 մարդ, ներառյալ քրդական անկանոն հեծելազորը եւ այլ օժանդակ զորամիավորումները։ Այսպիսով կոնկրետ Ռուսաստանի վրա հարձակվելու համար օսմանցիները մոտ 100,000 զինվոր ունեին, իսկ ճակատը մոտ 500 կիլոմետր էր եւ Վանա լճից ձգվում էր մինչեւ Սև ծով, ինչն է չափազանց հետաքրքիր։ Երրորդ օսմանյան բանակի հրամանատար Հասան Իզվետ Փաշան փորձառու զինվորական էր եւ Էնվերի նախագիծն ուսումնասիրելուց հետո մի շարք ռացիոնալ նկատառումներ է ներկայացնում։ Նա նշում է, որ ձմեռային արշավանքի համար օսմանյան զինվորներին անհրաժեշտ է համապատասխան տաք հագուստ ու կոշիկ, բավարար քանակությամբ պարեն եւ զինամթերք։ Սակայն Էնվերը այս լոգիստիկ նկատառումները ընկալում է որպես չափազանց զգուշավոր հրամանատարի կողմից ժամանակ ձգելու փորձ։ Ավելի շատ նա վստահում էր հավակնոտ սպաներից մեկին՝ Հաֆըզ Հաքի բեին, ով Էնվերին գաղտնի նամակ էր գրել, տեղեկացնելով, որ ինքն անձամբ հետախուզել է ճանապարհներն ու լեռնանցքները եւ համոզված է, որ նույնիսկ ձմռանը դրանք պիտանի են թե հետևակի եւ թե լեռնային հրետանու անցման համար։ Նա Էնվերին բառացիորեն գրել էր. Մեր հրամանատարները չեն աջակցում ձմեռային արշավանքի գաղափարին, որովհետև նրանց չի հերիքում քաջությունն ու տոկունությունը։ Բայց ես հաճույքով այդ խնդիրն իմ վրա կվերցնեմ, եթե համապատասխան լիազորություններ ունենամ։ Երբ ռազմական գործողությունը սկսելու համար Էնվերը ժամանում է Էրզրում, Հասան Իզետ Փաշան, ինչպես մեր օրերում կասեին, իր դիմումի համաձայն հրաժարվում է երրորդ բանակի հրամանատարի պաշտոնից։ Նա իսկապես համոզված էր, որ այդ արշավանքը արկածախնդրություն է եւ դատապարտված է պարտության։ Հաշվի առնելով նրա հոյակապ տեղագրական գիտելիքներն ու ռազմական փորձը, Իզետ Փաշայի հեռանալը մեծ կորուստ էր օսմանյան բանակի համար, բայց Էնվերը չէր վստահում այս գեներալին, ուստի սիրով ընդունում է նրա հրաժարականը եւ դեկտեմբերի 19-ին անձամբ ստանձնում է օսմանյան երրորդ բանակի հրամանատարությունը։ Չափազանց հավակնոտ Հաֆըզ Հաքի բեյը նշանակվում է 10-րդ կորպուսի հրամանատար։ Այսպիսով դեկտեմբերի 22-ին, այն օրը, երբ Էնվերը ճակատագրական հրաման է արձակում հարձակվել Սարիղամիշի շրջանում ռուսական դիրքերի վրա, օսմանյան բանակն արդեն իսկ ղեկավարում էին սպաներ, ովքեր լայնամասշտաբ ռազմական գործողությունների ղեկավարման հարցում գրեթե փորձ չունեին եւ չափազանց վատ էին տիրապետում այդ վտանգներով լի տեղանքին, որտեղ նրանք պետք է ռուսների դեմ մարտեր վարեին։ Այստեղ շատ կարևոր է պատկերացում կազմել հայկական գործոնի մասին։ Երբ արևելյան Անատոլիայում ռազմական արշավանքը սկսվել էր, փաստացի սահմանագծում հայտնված հայերի մի մասը ռուսական կայսրության, իսկ մյուս մասը օսմանյան կայսրության հատվածում էր։ 1878 թվականին օսմանյան նախկին 3 նահանգների՝
Կարսի, Արդահանի եւ Բաթումի հայ բնակչությունը ռուսական քաղաքացիություն էր ընդունել։ Ռուսական կրոնական քաղաքականությունը Կովկասում շատ չէր տարբերվում օսմանյանից։ Ցարական իշխանությունը փորձում էր քրիստոնյաներին դրդել թուրքերի դեմ ապստամբելուն, մինչդեռ թուրքերը իրենց հերթին փորձում էին խաղարկել իսլամական համերաշխության խաղաքարտն ու Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մուսուլմաններին դրդել ռուսների դեմ սրբազան պատերազմի, ջիհադի։ Հարկ է նշել, որ առաջին աշխարհամարտի սկզբից հայոց ազգային խորհուրդը սերտորեն համագործակցում էր ցարական կառավարության հետ եւ 4 կամավորական գնդեր էր հավաքագրել, որոնք պետք է օժանդակեին ռուսական բանակին։ Ռուսական դիվանագիտական եւ ռազմական հետախուզության մարմինները կարծում էին, որ հայկական կամավորական ջոկատները կարող են օգտակար լինել օսմանցիների դեմ պատերազմում, եւ 1914 թվականի սեպտեմբերին արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովը ստորագրում է թուրքերի դեմ սպասվող պատերազմի նախաշեմին օսմանյան հայերին զենքի գաղտնի մատակարարման մասին հրամանը։ Որոշ հայ գործիչները անցնում են սահմանն ու միանում ռուսական բանակին, բայց օսմանյան կայսրության հայերի մեծամասնությունը մնում է տեղում, մտահոգված լինելով, որ օսմանյան հայերի կամավորական գնդերում մասնակցության մասին լուրերը կարող են վտանգի տակ դնել իրենց հայրենակիցների անվտանգությունը օսմանյան կայսրության տարածքում։ 1914-ի ամռան դրությամբ օսմանյան իշխանությունները կասկածանքով էին հետևում արևմտահայության շարժերին։ Հուլիս-օգոստոսին, երբ մոբիլիզացիան բուռն ընթացքի մեջ էր, Վանի, Տրապիզոնի եւ Էրզրումի հայ տղամարդիկ ըստ սահմանված կարգի ներկայանում էին զորակոչի բաժանմունքներ, իսկ քաղաքացիական բնակչությունը ըստ թուրքական զեկույցների պահպանում էր իշխանությունների նկատմամբ լոյալությունը։ Միաժամանակ ռուսական տվյալների համաձայն 1914-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր շուրջ 50,000 զինվորներ, որոնց մեծ մասը հայեր էին, դասալքել էին օսմանյան բանակից եւ անցել ռուսների կողմը։ Եվ ահա հայերի հանդեպ աճող անվստահության ֆոնին 1914-ի հոկտեմբերին երիտ թուրքերն Էրզրումում կազմակերպում են մեծ համագումար, որի ժամանակ համագործակցության առաջարկով դիմում են հայ հեղափոխական դաշնակցություն եւ հնչակյան կուսակցություններին։ Երիտ թուրքերը խոստանում էին ստեղծել ինքնավար հայկական վարչակարգ, որը կկառավարեր Արևմտյան Հայաստանի նահանգները, ինչպես նաև Ռուսաստանից նվաճվելիք արևելահայկական տարածքները։ Սրա դիմաց երիտ թուրքերը պահանջում էին, որ Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության հայերը պատերազմի ընթացքում աջակցեն օսմանցիներին ընդդեմ ռուսների։ Հայ ազգային գործիչները հրաժարվել են թուրքերի առաջարկից, խոհեմաբար հայտարարելով, որ թե Ռուսաստանի եւ թե Օսմանյան կայսրության հայերը հավատարիմ կմնան իրենց կառավարություններին։ Հայկական այս խոհեմ արձագանքը միայն խորացրեց երիտ թուրքերի կասկածանքները հայերի լոյալության վերաբերյալ։ Հայերի եւ թուրքերի հարաբերությունները կտրուկ վատանում են պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։ Պահպանվել է օսմանյան բանակի ռազմական սանիտար Ալի Ռզա Եթիի օրագիրը, որտեղ նա օրեցօր ավելի ու ավելի բացասական է արտահայտվում ճակատում հանդիպած հայերի մասին։ Նոյեմբերի վերջին ռուսները հայկական կամավորական գնդերը տեղակայել էին Հայաստանում Արաքս գետի երկայնքով։ Անշուշտ դա արվել էր հատուկ, քաջալերելու հայերի փախուստ օսմանյան բանակից։ Հաշվարկը ճիշտ էր։ Ալի Եթին իր օրագրում գրում է, որ հայերը 40-50 հոգանոց խմբերով դասալքում էին եւ անցնում ռուսների կողմը։ Նույն նոյեմբերին Եթիի ստորաբաժանումն անցնում է մի քանի լքված գյուղերով, որոնց հայ բնակիչները անցել էին ռուսների կողմը, իսկ մուսուլմանները փախել էին կամ սպանվել։ Հայ դասալիքների մասին լուրերի տարածմամբ թուրք զինվորների վերաբերմունքն իրենց մեջ գտնվող հայերի հանդեպ ավելի ու ավելի թշնամական էր դառնում։ Թուրքերի համար հայերը օրեցօր ավելի քիչ էին ընկալվում որպես համաքաղաքացիներ, հակառակը ավելի շատ ընկալվում էին որպես թշնամիներ։ Եթե այս տեսանյութը կհավանես, ապա գրանցվիր մեր էջին, լայքիր տեսանյութը, տարածիր կամ մեկնաբանիր։ Դրանով մեծ օգուտ կտաս այս նախագծի շարունակականությանը։ Կրկին վերադառնանք թուրքական հրամկազմ։ Էնվեր Փաշան հարձակման նախօրեին զորքերի շրջայց է կատարում։ Այսպիսի կոչով է նա դիմել օսմանյան զինվորներին։ Զինվորներ, ես այցելեցի մեր բոլոր մասերը, տեսա, որ ձեր ոտքերին տաք կոշիկ, ուսերին տաք վերարկու չկա, բայց թշնամին վախենում է ձեզանից։ Շուտով կանցնենք հարձակման եւ կգրավենք Կովկասը, այնտեղ ձեզ սպասում է առատություն։
ամբողջ իսլամական աշխարհն է հետևում ձեզ։ Էնվերի լավատեսությունն ամրապնդվում էր Կովկասյան ճակատում ստեղծված բարենպաստ հանգամանքներով։ Քանի որ մոտենում էր ձմեռը, ռուսները վստահ էին, որ օսմանցիները ոչ մի գործողություն չեն ձեռնարկի մինչև գարուն։ Օգտվելով այդ հանգամանքից, ռուսները զորքերի մի մասը Կովկասից տեղափոխել էին ավելի ակտիվ ուղղություններ, ինչի արդյունքում Արևելյան Անատոլիայում ռուսական խմբավորման թվակազմը խիստ նվազել էր։ Մինչդեռ Էնվերը գաղտնի տեղաշարժել էր 10-րդ կորպուսը։ Այս զորաշարժը օսմանցիներին թվային առավելություն էր տվել՝ 100,000 թուրք զինվոր ընդդեմ 80,000 ռուսաստանցի զինվորի։ Քանի որ ռուսական զորքերը պատրաստվում էին հանգիստ ձմեռել իրենց զբաղեցված դիրքերում, Էնվերը հույս ուներ անսպասելի հարվածով նրանց անակնկալի բերել։ Հարձակման անակնկալությունն ապահովելու համար օսմանյան զորքերը պետք է հնարավորինս արագ ներթափանցեին Արևելյան Հայաստանի տարածք։ Էնվերը զինվորներին հրամայել էր թողել իրենց ուսապարկերը եւ վերցնել միայն զենքը, զինամթերքը եւ նվազագույն քանակի պարեն։ Դա զգալիորեն թեթևացրել էր նրանց բեռը, բայց դա նաեւ նշանակում էր, որ բանակը իր հետ չի վերցնում վառելափայտ, վրաններ եւ բավարար քանակի սնունդ։ Էնվերի հաշվարկներով զորքերը պետք է գիշերեին եւ սնվեին այն գյուղերում, որոնք գրավելու էին Սարիղամիշ շարժվելու ճանապարհին։ Իսկ ահա զորքերի այսպես կոչված բացազատումն այսպիսին էր։ Ռուսական զորքերի մեծ մասը ցրված էր օսմանյան տարածքում ստեղծված Սրածայր սեպի նմանվող հատվածում, որը նրանք գրավել էին նոյեմբերյան հարձակման ժամանակ։ Ռուսական բանակի մատակարարման կենտրոնը Սարիղամիշն էր, որտեղով անցնում էր միակ մատակարարման եւ կապի գիծը, ինչպես նաեւ լեռնային կիրճերով դեպի Կարս նրանց միակ նահանջի ճանապարհը։ Ըստ օսմանյան հետախուզության տվյալների, այս ռազմավարական կարևորությամբ կետը գրեթե անպաշտպան էր։ Սարիղամիշի պաշտպանական ուժերը սահմանափակվում էին սահմանապահների, աշխարհազորայինների եւ երկաթգծի աշխատողների փոքր խմբով։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված Էնվերի մոլուցքը ռուսներին վճռական հարված հասցնել Սարիղամիշում։ Էնվերը հավակնոտ ծրագիր ուներ՝ շոշափելի ուժերով շրջանցել ռուսների աջ թևը, կտրել երկաթուղային կապը եւ գրավել Սարիղամիշը։ Այդ դեպքում ռուսական Կովկասյան բանակը կհայտնվեր շրջափակման մեջ եւ նահանջի ուղի չունենալով ստիպված կլիներ հանձնվել։ Սարիղամիշը գրավելով եւ ռուսական Կովկասյան բանակը ջախջախելով, օսմանցիները առանց դիմադրության կվերադարձնեին 1878-ին կորցրած Կարսը, Արդահանը եւ Բաթումը։ Ըստ Էնվերի, այդ փայլուն հաղթանակները ոգևորելու էին Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի եւ Հնդկաստանի մուսուլմաններին, եւ նրանք ուրախությամբ ապստամբելու էին ընդդեմ ռուսների եւ անգլիացիների։ Այսպիսով, ըստ Էնվեր Փաշայի վառ երևակայությամբ, ընդամենը մեկ երկաթուղային կայարանի գրավումը օսմանյան կայսրության առջև անծայրածիր աշխարհաքաղաքական հորիզոններ էր բացելու։ 1914-ի դեկտեմբերի 19-ին Էնվերը ռազմական խորհրդակցության ժամանակ ներկայացնում է գործողության վերջնական պլանը, օսմանյան երրորդ բանակի 3 կորպուսների առջև դնելով իրենց առաջադրանքները։ Այդ կորպուսներից յուրաքանչյուրը 30-ից 35,000 զինվորներից էր բաղկացած։ Սակայն անբնական տաք եղանակից հետո դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը սկսում է ձյուն տեղալ։ Դեկտեմբերի 22-ի առավոտյան, երբ երրորդ բանակը դուրս է գալիս երթի, իսկական ձնաբուք է բարձրանում։ Այս պայմաններում 11-րդ կորպուսի զորքերը սկսում են մարտական գործողությունները Արաքս գետի հարավային ափի ամբողջ երկայնքով, որպեսզի Սարիղամիշի արևմտյան կողմից ռուսական ուժերի ուշադրությունը շեղեն։ Միաժամանակ 9-րդ եւ 10-րդ կորպուսները պետք է իրականացնեին շրջապատման գործողությունը։ Կրկին վերադառնանք հայերին։ Սարիղամիշի գործողությանը մասնակցած Սանիտար Եթիի օրագրում անթաքույց գրգռվածություն է նկատվում հայերի նկատմամբ։ Նա պատմում է, որ Սարիղամիշի ճակատամարտի առաջին օրը նա տեսել է, թե ինչպես են օսմանյան բանակի 3 հայ զինվորներից 2-ը փախչում եւ անցնում ռուսների կողմը, իսկ երրորդը, ով չէր հասցրել փախչել, սպանվում է։ Թուրք զինվորները հայերին մեղադրում էին ոչ միայն դասալքության, այլև ռուսական հետախուզությանը օսմանյան բանակի մասին տեղեկություններ հաղորդելու մեջ։ Եթին բառացիորեն գրում է. Ակնհայտ է, որ ռուսները կարևոր տեղեկություններ են ստանում մեր բանակից փախչող հայերից։ Հետաքրքիր է, արդյոք հայերը ինչ-որ ձևով կպատժվեն պատերազմի ավարտից հետո։
Այս ընթացքում Օսմանյան բանակի հայ զինվորներն անտանելի իրավիճակում էին հայտնվել։ Նրանք հասկանում էին, որքան երկար մնան թուրքական բանակում, իրենց կյանքն այնքան ավելի մեծ վտանգ է սպառնալու, քանի որ անվստահությունն արդեն բացահայտ թշնամանքի էր վերածվել։ Նույն կուրսանտ Եթին իր հատուկ մանրակրկիտությամբ օրագրում նշում է, որ յուրաքանչյուր գումարտակում ամեն օր պատահաբար 3-ից 5 հայ էր սպանվում եւ տրամաբանական հետեւություն է անում։ Եթե այսպես շարունակվի, մեկ շաբաթից մեր բանակում ոչ մի հայ չի մնա։ Կրկին վերադառնանք մարտական գործողությունների մեկնարկին։ Հենց ամենասկզբից թուրքական 11-րդ կորպուսը բախվում է ռուսական զորքերի կատաղի դիմադրությանը։ Ճակատի գիծը չափազանց երկար էր, որպեսզի օսմանցիները կարողանային զանգվածային հարձակումներ ձեռնարկել։ Այդ պատճառով ռազմական գործողությունների առաջին օրերին նրանք ոչ միայն չեն կարողանում ռուսներին հետ շպրտել Արաքսից այն կողմ, ինչպես պլանավորված էր, այլ ընդհակառակը հետ են մղվում դեպի իրենց շտաբը։ Այնուամենայնիվ, թեև կորուստները աճում էին, 11-րդ կորպուսին հաջողվել էր զբաղեցնել ռուսական հիմնական ուժերը, հնարավորություն տալով թուրքական 9-րդ և 10-րդ կորպուսներին իրականացնելու իրենց առջև դրած խնդիրները։ Արշավանքի առաջին օրերին այդ երկու կորպուսները նշանակալի հաջողությունների են հասնում։ Միաժամանակ Հաֆըզ Հաքի բեյի հրամանատարության տակ գտնվող 10-րդ կորպուսը արագ առաջանում է հյուսիս, ռուսների աջ թևը շրջանցելու համար։ Օսմանյան զորքերը ճեղքում են ռուսների գրաված սրածայր սեպը և անցնում սահմանը, շրջափակելով թույլ պաշտպանված Օլթիի կայազորը։ Ուշագրավ է, որ Օլթիի համար մղվող ճակատամարտը ինքնին օսմանցիների համար տհաճ անակնկալներ է ունեցել։ Թանձր մառախուղի պայմաններում Օլթիին մոտենալից մեկ օսմանյան գունդը մյուսին սխալմամբ ռուսների տեղն էր դրել։ Թուրքերը 4 ժամ միմյանց դեմ կռվելուց և ավելի քան 1000 զինվոր կորցնելուց հետո էին հասկացել, որ իրականում միմյանց վրա են կրակում։ Այնուամենայնիվ երեկոյան օսմանցիներին հաջողվում է դուրս մղել ռուսներին Օլթիից, որտեղ օսմանյան զինվորները, ինչպես եւ Էնվերը խոստացել էր, գտնում են ուտելիք եւ ապաստարան, այնուհետև թալանում են գրաված քաղաքը։ Օլթին գրավելուց հետո Հաֆըզ Հաքի բեյը փոխանակ շարունակելու ճանապարհը դեպի արևելք, որտեղ 10-րդ կորպուսը պետք է միանար Էնվեր Փաշային եւ 9-րդ կորպուսին Սարիղամիշի վրա հարձակվելու համար, սկսում է հետապնդել նահանջող ռուսներին։ Եվ քանի որ լեռներում կապը գրեթե բացակայում էր, Էնվերի ծրագրի այդ կամայական շեղումն ամբողջ արշավանքը վտանգի տակ է դնում։ Անձամբ Էնվեր Փաշան ուղեկցում էր 9-րդ կորպուսին։ Նեղ լեռնային արահետներով ձնաբքի պայմաններում առաջ շարժվելով օսմանյան զինվորները 3 օրում մոտ 75 կիլոմետր ճանապարհ են հատում։ Նրանք ստիպված էին քնել բաց երկնքի տակ, առանց վրանների ու վառելափայտի։ Ականատեսների վկայությամբ առավոտյան լույսին մարած խարույկների շուրջ կարելի էր տեսնել ձյան տակ անշարժացած զինվորների խմբեր։ Այդպիսով 9-րդ կորպուսի կենթանի ուժի ավելի քան 1/3-ը այդպես էլ չի հասնում Սարիղամիշ։ Պատկերացնում եք, ճակատամարտը դեռ չսկսած, Էնվերն արդեն իսկ իր զորքի մոտ 30%-ը կորցրել էր։ Վերջապես դեկտեմբերի 24-ին 9-րդ կորպուսի զորքերը հասնում են Սարիղամիշի մատույցներ եւ կանգ առնում, սպասելով 10-րդ կորպուսի ժամանմանը։ Ռուսական գերիների հարցաքննությունից թուրքերը տեղականում են, որ Սարիղամիշում լուրջ ուժեր չկան, ընդամենը մի քանի թիկունքային ստորաբաժանումներ են եւ երկաթուղային բանվորներ, չկա նաեւ ծանր հրետանի։ Այս տեղեկությունը միայն ամրապնդում է Էնվերի համոզմունքը, թե իր սառած եւ ուժասպառված զորքերը վճռական հաղթանակից ընդամենը մեկ քայլի վրա են։ Չեմ կասկածում, որ ձեր մոտ հարց կառաջանա, իսկ ինչ էր անում այդ ժամանակ ռուսական հրամանատարությունը։ Այսպես, ռուսները ստեղծված իրավիճակի մասին ամբողջական պատկերացում են կազմում միայն դեկտեմբերի 26-ին, երբ գերեվարում են մի օսմանցի սպայի ու նրա մոտ հայտնաբերում են Էնվերի ռազմական պլանը։ Միայն այդ ժամանակ են ռուս հրամանատարներն իմանում, որ երրորդ բանակը համալրվել է 10-րդ կորպուսով եւ որ օսմանցիներն իրականում զգալի թվային գերազանցություն ունեն։
Այդ պահին թուրքերն արդեն գրավել էին Օլթին եւ արագորեն առաջանում էին դեպի Արդահան, իսկ Բաթումից մինչեւ Արդահան ընկած տարածքում ապրող մուսուլման բնակչությունը ապստամբել էր ռուսական իշխանությունների դեմ եւ կրոնական խանդավառության պոռթկում էր ցուցաբերում, որի հետ այդքան հույս էր կապում օսմանյան ղեկավարությունը եւ որից այդչափ վախենում էին ռուսները։ Սակայն, ինչպես ասում են, բախտը ժպտաց ռուսներին եւ Էնվերի համարձակ պլանը սկսեց ուղղակիորեն քայքայվել։ Առաջին օրերի հաղթական առաջխաղացումից հետո եղանակը եւ մարդկային գործոնն իրենց նարեցին։ Պոնտոսյան լեռների բարձր գագաթներին սաստիկ ձնաբուք էր իջել, գրեթե անանցանելի դարձնելով լեռնային արահետները։ Զրոյական տեսանելիության եւ ուժեղ փոթորիկների պայմաններում բազմաթիվ զինվորներ հետ էին մնում իրենց ստորաբաժանումներից եւ ցրտահարությունից մահանում։ Ճանապարհների անանցանելիությունը, հրեշավոր եղանակն ու բարձր լեռները փաստացի կաթվածահար էին արել օսմանյան բանակի կապը։ Մյուս կողմից էլ Հաֆըզ Հաքին, ինչպես արդեն ասացի, անտեսել էր Էնվերի հրամանը եւ իր զորքերը Սարիղամիշից տասնյակ կիլոմետրերով հեռու պահելով նետվել էր հետապնդելու փոքր ռուսական զորախմբի։ Հունից դուրս եկած Էնվեր Փաշան Հաֆըզ Հաքի բեին շտաբ հրաման է ուղարկում դադարեցնել հետապնդումը եւ վերադառնալ սկզբնական պլանին։ 10-րդ կորպուսի հրամանատարը ճանապարհ է ընկնում դեկտեմբերի 25-ին եւ Էնվերին խոստանում է մյուս առավոտ հասնել հիմնական ուժերին։ Այդ պահին նա իր զորքերի հետ Սարիղամիշից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա էր եւ նրանց պետք էր խիստ ձմռան պայմաններում հաղթահարել 3000 մետր բարձրությամբ Ալլահու Էկբեր լեռնաշղթան։ Հաջորդ 19 ժամերը օսմանյան բանակի համար դարձան իսկական մավան երթ։ Մի կենդանի մնացած զինվոր այդ ճանապարհը հետևյալ կերպ է նկարագրում. Մենք բարձրանում էինք ավելի ու ավելի։ Շատ դժվար էր։ Ամբողջովին ուժասպառ էինք, բայց շարքով շարունակ առաջ էինք գնում։ Երբ դուրս եկանք Սարահարթ, ահեղ բուք բարձրացավ։ Ոչինչ չէր երևում։ Անհնար էր նույնիսկ միմյանց հետ խոսել։ Ճանապարհի եզրին ձյան մեջ նստած տեսանի զինվորի։ Նա գրկել էր ձյունը, բռունցքներով հավաքում էր ու լցնում բերանը, ամբողջ մարմնով դողալով ու սարսափելի ձայնով ճչալով։ Ես փորձեցի նրան օգնել, բայց նա շարունակեց գոռալ եւ ձյունը թափահարել։ Կարծես ինձ չէր էլ նկատում։ Խեղճը խելքը գցել էր։ Այդպես միայն մեկ օրում 10,000 մարդ թողեցինք ձյան տակ։ Իրավիճակը գնահատելու եւ հետագա քայլերը որոշելու համար օսմանյան սպաների եւ գերմանացի խորհրդականների մասնակցությամբ դեկտեմբերի 25-ին Էնվեր Փաշան ռազմական խորհրդակցություն է անցկացնում։ Ռուսները Արաքսի երկայնքով սկսել էին շարժվել Սարիղամիշի ուղղությամբ։ Կովկասյան բանակի նահանջող ստորաբաժանումներին աջակցելու համար Կարսից երկաթուղով հավելյալ զորքեր ուղարկվել։ Թեև ռուսական հրամանատարությունը դեռ խուճապի մեջ էր, բայց Սարիղամիշին արդեն մոտենում էին նոր ուժեր հյուսիսից եւ հարավից։ Այդպիսով, եթե օսմանցիներն անմիջապես չէին անցնում հարձակման, ապա կորցնում էին քաղաքը գրավելու հնարավորությունը։ Խորհրդակցության ժամանակ Էնվերը գերմանացի հարցնում են կորպուսի հրամանատար Իհսան Փաշային եւ շտաբի պետ Շարիֆ Ելդինին, թե երբ է օսմանյան խմբավորումը պատրաստ լինելու հարձակման։ Իհսան Փաշան անկեղծորեն ներկայացնում է երրորդ բանակի ծանր վիճակը։ Նրանք ամբողջովին կորցրել էին Հաֆըզ Հաքեի 10-րդ կորպուսի հետ կապը, որը դեռ Ալլահու Էկբեր լեռներով էր անցնում, եւ անհնար էր վստահաբար ասել, թե երբ այն կկարողանա մասնակցել Սարիղամիշի գրոհին։ Այնուհետև Էնվերը հարցնում է գերմանացի խորհրդականների կարծիքը, քանի որ նրանք Էնվերի հետ միասին պատասխանատու էին արշավանքի պլանի համար եւ աջակցել էին Տանենբերգում գերմանական հաղթանակը Կովկասյան ճակատում կրկնելու նրա հավակնոտ մտահղացմանը, նրանք խորհուրդ են տալիս սպասել Հաֆըզ Հաքիի 10-րդ կորպուսի ժամանմանը, բայց սպասելն Էնվերի սրտով չէր։ Նա գիտակցում էր, որ որքան երկար երկմտեն, այնքան ավելի ուժեղ հակառակորդի են հանդիպելու։ Բացի այդ, յուրաքանչյուր գիշեր, որ բանակն անցկացնում էր բաց երկնքի տակ, հարյուրավոր զինվորների կյանքեր էր արժենում։ Մինչդեռ Սարիղամիշը գրավելու դեպքում թուրքերը գլխի վերևում տանիք եւ ուտելիք կունենային։ Բացի դրանից, երիտթուրքական տրիումվիրատի անդամը ցանկանում էր ժամ առաջ Կոստանդնուպոլիս ուղարկել Սարիղամիշը գրավելու փառապանց լուրը։ Այդ պատճառով Էնվեր Փաշան անտեսում է գերմանացի խորհրդականների կարծիքը եւ իր զորքերին հրաման է տալիս հարձակումը սկսել արդեն հաջորդ օրը դեկտեմբերի 26-ին։
Արդարության համար նշենք, որ օսմանյան զինվորները կատարում էին Էնվերի պլանով դրված ծանրագույն հանձնարարությունները։ Այսպես, Հաֆըզ Հաքի բեյի զորքերը Ալլահու Էկբերի գրեթե անանցանելի լեռները հաղթահարելով հասնում են Կարս Սարիղամիշ երկաթուղուն եւ կտրում են ռուսների համար այդ կենսական կարեւորության կապի գիծը։ Սակայն թուրքերը բավարար ուժ չունեին այդ հաջողությունը պահպանելու համար։ Հաֆըզ Հաքիի դիվիզիաներից մեկը գրավում է նաև Արդահանը, բայց մեկ շաբաթ անց ստիպված է լինում թողնել քաղաքը։ Ավելին, երբեմնի հաղթական 10-րդ կորպուսի զինվորները հայտնվում են շրջապատման մեջ եւ 5000 հոգուց ողջ մնացած 1200 զինվորները ստիպված էին գերի հանձնվել ռուսներին։ Օսմանյան զինվորներին նույնիսկ հաջողվել էր ներթափանցել Սարիղամիշ, բայց այդ կարճատև հաջողության գինն ահռելի մարդկային կորուստներն էին։ Դեկտեմբերի 26-ին Էնվեր Փաշայի 9-րդ կորպուսի առաջին հարձակումները Սարիղամիշի վրա քաղաքի պաշտպանների կողմից հետ են մղվում, ծանր կորուստներ պատճառելով օսմանցիներին։ Գիշերը վերջապես ժամանում են Հաֆըզ Հաքիի 10-րդ կորպուսի մնացորդները։ Հաշվի առնելով 9-րդ կորպուսի կրած մեծ կորուստներն ու լեռնային մահացու երթից հետո 10-րդ կորպուսի ներսից քայքայված վիճակը, Էնվերը ուժերի համախմբման համար որոշում է 36 ժամով հետաձգել հարձակումը։ Սարիղամիշի վճռական ճակատամարտը տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին։ Այդ պահին սառնամանիքն արդեն դաժանորեն նոսրացրել էր օսմանյան բանակի շարքերը։ Սկզբնական 50,000 զինվորներից 9-րդ եւ 10-րդ կորպուսներում միասին հազիվ 18,000 մարդ էր մնացել, որոնք էլ ի վիճակի չէին լիարժեքորեն կռվելու։ Միաժամանակ Սարիղամիշում նոր ռուսական ուժեր էին կենտրոնանում։ Նրանց թիվը գերազանցում էր 13,000-ը։ Ռուսներն արդեն ավելի շատ թնդանոթներ ու գնդացիրներ ունեին, քան օսմանցիները։ Հետևաբար, օգտագործելով ծանր զինատեսակները, ռուսները ամբողջ օրվա ընթացքում հաջողությամբ հետ էին մղում օսմանյան գրոհները։ Դեկտեմբերի 29-ի գիշերը Էնվերը Սարիղամիշը գրավելու վերջին փորձն է ձեռնարկում։ Այս անգամ օսմանցիներին հաջողվում է ներխուժել Կայարանի տարածք եւ մռայլ խավարում քաղաքային մարտեր ծավալել, սակայն թուրք զինվորների մեծ մասը սպանվում է կամ գերեվարվում, թեև մի քանի 100 զինծառայողներից բաղկացած առանձնապես քաջ մի ջոկատ այնուամենայնիվ կարողացել էր գրավել քաղաքի կենտրոնում տեղակայված ռուսական զորանոցը։ Այնուամենայնիվ առավոտյան ռուսները զորանոցը շրջապատում են եւ ստիպում են օսմանյան դիրքավորված զինվորներին հանձնվել։ Այս վերջին թուրքական հարձակման ժամանակ ոչնչացվում է ամբողջ մի օսմանյան դիվիզիա։ Շուտով ռուսները հասկանում են, թե որքան թույլ է հարված ստացող հակառակորդը եւ հաղթահարելով նախնական խուճապը անցնում են հակահարձակման։ Այժմ ոչ թե ռուսական կովկասյան բանակն էր շրջափակման վտանգի տակ, այլ երրորդ օսմանյան բանակը։ 1915 թվականի հունվարի առաջին երկու շաբաթներին ռուսական զորքերը հարկադրեցին օսմանցիներին Հապճեպ նահանջի եւ վերադարձրեցին Էնվերի Կովկասյան արշավանքի առաջին օրերին կորցրած բոլոր տարածքները։ Այդ ընթացքում կորպուս առ կորպուս նրանք ջախջախեցին օսմանյան երրորդ բանակը։ 9-րդ կորպուսը շրջապատվեց եւ հունվարի 4-ին հանձնվեց ռուսներին։ Շտաբի պետ Շերիֆ Ելդնի հաղորդմամբ այդ պահին կորպուսի շտաբում իր հետ մնացել էին ընդամենը 106 սպա եւ 80 շարքային։ Հաֆըզ Հաքի Փաշայի 10-րդ կորպուսը նահանջում էր թշնամական կրակի տակ, բայց կարողացավ խուսափել ամբողջական ոչնչացումից եւ 16 օր անց այս զորախմբից մոտ 3000 ողջ մնացած զինվորներ հասան օսմանյան տարածք։ Քանի որ Էնվերի զորախմբի 9-րդ եւ 10-րդ կորպուսները ջախջախվել էին, 11-րդ կորպուսը ստիպված էր իր վրա ընդունել ռուսների հակահարձակման ամբողջ ծանրությունը։ Հունվարի կեսերին 11-րդ կորպուսը ավարտում է իր նահանջը։ Երբեմնի 75,000-անոց 11-րդ կորպուսից ընդամենը 15,000 էր ողջ մնացել։ Երրորդ օսմանյան բանակը ոչնչացված էր։ Սարիղամիշի ճակատամարտին մասնակից մոտ 100,000 թուրքերից ողջ էին մնացել միայն 18,000-ը, այն էլ հյուծված եւ հոգեպես կոտրված։ Իսկ ահա Էնվեր Փաշան հրաշքով է խուսափել գերեվարվելուց եւ ստիպված էր ամոթով վերադառնալ Կոստանդնուպոլիս, սակայն ոչ նրա, ոչ Հաֆըզ Հաքիի գործողությունների կապակցությամբ որևէ քննություն այդպես էլ չի անցկացվել, թեև օսմանյան բանակի մի շարք սպաներ նրանց գործողությունները որպես հանցավոր ամփոփություն էին գնահատում։ Ավելին, Էնվերը Կովկասից հեռանալու նախօրեին Հաֆըզ Հաքի բեին գնդապետից
գեներալ-մայորի կոչման էր հասցրել, շնորհելով Փաշայի տիտղոս եւ նշանակելով նրան 3-րդ բանակի մնացորդների հրամանատար։ Ինչևէ, 2 ամիս անց Հաֆըզ Հաքին մահացավ տիֆից։ Սարիղամիշում պարտությունն այնչափ կործանարար էր, որ երիտ թուրքերը որոշեցին գաղտնի պահել այս փաստն ու լռել։ Օսմանյան Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավար Լիման ֆոն Զանդերսի վկայությամբ 3-րդ բանակի ջախջախումը գաղտնի էր պահվում ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև Գերմանիայում։ Գերմանացի գեներալը հետագայում գրել է. Խստիվ արգելված էր Սարիղամիշի մասին խոսելը։ Արգելքի խախտումը պատժվում էր կալանավորմամբ եւ այլ պատժիչ միջոցներով։ Սարիղամիշյան արշավանքի հետևանքները Օսմանյան կայսրությունը զգաց ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։ Անգլիացի պատմաբան Յուջին Ռոգանի կարծիքով Սարիղամիշի ճակատամարտը առաջ է բերել 3 հանգամանք։ Առաջին. առանց մարտունակ բանակի Արևելյան Անատոլիայում թուրքերն այլևս չէին կարող այդ տարածքները պաշտպանել Ռուսաստանի հավակնություններից։ Երկրորդ. այս կործանարար պարտության մասշտաբները ոգևորեցին Անտանտի գծով Ռուսաստանի դաշնակիցներին Դարդանելի վրա հարձակման ծրագրերում, որի նպատակն էր Կոստանդնուպոլսի գրավմամբ վերջնականապես դուրս բերել օսմանցիներին պատերազմից։ Երրորդ. այս պարտությունը Ռուսաստանի սահմանակից նահանգներում սրեց լարվածությունը թուրքերի, քրդերի եւ հայերի միջև, եւ չնայած Սարիղամիշյան արշավանքի սկզբում իսլամական շարժման որոշ առանձին պոռթկումներին, օսմանցիները ստիպված էին հրաժարվել ռուսական կայսրության իսլամադավան բնակչության հնարավոր ապստամբության մասին հույսերից։ Ճիշտ է, անգլիացի գիտնականը նշում է, որ Սարիղամիշի ճակատամարտում թուրքերի պարտությունը լարեց հայերի հանդեպ վերաբերմունքը, բայց այստեղ պետք է մի փոքր հավելում անենք ու արձանագրենք, որ իրականում Սարիղամիշի ճակատամարտում Օսմանյան 3-րդ բանակի կործանումն էր այն ռումբի ձգանը, որի գործարկումը պետք է հանգեցներ 1915-ի հայոց ցեղասպանությանը։ Կայսրության արևելյան մասում մի ամբողջ բանակ կորցրած երիտթուրքական վերնախավը որքան էլ չխոսեր ու փորձել գաղտնի պահեր, որ Կովկասյան ճակատում ռազմական նախարար Էնվեր Փաշան պարտվել է ռուսներին եւ կործանել է 3-րդ բանակը, միևնույն է, շշուկներն ահագնանում էին, եւ այդ ահռելի պարտության մախաթը հնարավոր չէր երկար պահել պարկում։ Եվ ահա երիտթուրքերին օգնության եկավ հայկական գործոնը։ Պարծենկոտության ու արկածախնդիր էության պատճառով պարտությունը քողարկելու եւ մեղավորության սլաքներն այլ ուղղությամբ պտտելու համար 1915-ի հունվար-փետրվար ամիսներից երիտթուրքական վերնախավը շրջանառության մեջ դրեց միֆը, թե Սարիղամիշում թուրքական պարտության մեղավորը հայերն էին, ովքեր իբր զանգվածաբար դասալքել էին եւ որ ամենակարևորն է, իբր թե որոշիչ հետախուզական բնույթի տվյալներ էին փոխանցել ռուսական բանակին։ Այսպես էին երիտթուրք պարագլուխներն Օսմանյան կայսրության թուրք բնակչությանը տրամադրում հայերի դեմ, որպիսի հաշված ամիսներ անց անցնեն Օսմանյան կայսրության տարածքում հայոց ցեղասպանության իրագործմանը, իսկ առջևում 1915-ի ապրիլն էր, այն ապրիլը, երբ մեկնարկեց հայոց պատմության ամենամեծ ողբերգությունը, հայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումը։ Եթե այս տեսանյութը հավանեցիր, ապա գրանցվիր մեր էջին, լայքիր տեսանյութը, տարածիր կամ մեկնաբանիր։ Դրանով մեծ օգուտ կտաս այս նախագծի շարունակականությանը։ Դուք դիտում էիք Մանդելայի էֆեկտը։ Կհանդիպենք։